Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի նպատակով Հայաստանն Ասիական զարգացման բանկից $250 միլիոն վարկ կվերցնի։ Նախագծով նախատեսվում է, որ պետությունը վարկը կարող է մարել 27 տարվա ընթացքում 10 տարվա ատոնյալ ժամանակահատվածով։ Վարկի օգտագործման վերջնաժամկետը 2030-ի դեկտեմբերի 31-ն է, իսկ մայր գումարի մարումները կմեկնարկեն 2035-ի դեկտեմբերից։ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կդառնա ավելի պաշտպանված։ Ծրագրի շրջանակում նախորդ տարի 12.9 միլիոն եվրո է փոխանցվել Հայաստանին։ Այդ գումարով դիզելային գեներատորներ են գնել, որպեսզի սնուցող համակարգի վթարի դեպքում ատոմակայանն այլընտրանքային սնուցման աղբյուր ունենա, հովացման եւ այլ համակարգերի համար։ Առաջիկայում փոխանցվելիք $5 միլիոն կնվազեցնեն ջրածնային ռիսկերը, ձեռք կբերեն ջրածնի ռեկոմբինատորներ, որոնք կայրեն ջրածինը եւ կնվազեցնեն հնարավոր վտանգավոր քանակը, ըստ այդմ էլ կկանխեն վթարը ատոմակայանում։ Պաշտպանության նախարարությունը կեղծ է որակել եւ հերքել համացանցում հայտնված լուրերը, թե իբր 2026 թվականին բանակից մեծ թվով սպաների զորացում է կատարվելու եւ զինուժում 20 տարի ծառայած զինծառայողները զինվորական թոշակ են ստանալու կենսաթոշակային տարիքում։ Նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Վանաձորում Թումո ստեղծարար կենտրոն կհիմնեն։ Այդ նպատակով կառավարության որոշմամբ Վանաձորի Թատերական փողոցի շինություններից մեկը նվիրաբերել են Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամն առաջիկա 3 տարիներին պատրաստվում է 1 միլիարդ 800 միլիոն դրամի ներդրում իրականացնել այդ տարածքում։ Արդյունքում շուրջ 6000 պատանի հնարավորություն կունենա արտադպրոցական կրթություն ստանալ Թումոյում։ Արշակ Սրբազանին վերագրվող տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով հոդվածով, հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ համացանցում Արշակ arczepiskopos Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութեր էին հրապարակվել, որոնց առթիվ էլ հարուցվել է վարույթը։ Այսօր Լոռու մարզում գնացքի եւ ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել։ Ժամը 9:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու Volkswagen Touareg-ը։ Բախման հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել։ Տեղում օգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են գնացքավարի ավտոմեքենայի վարորդի ու վիրավորների ինքնությունները։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։